պատիվը ամեն մեկից, որ լույսը բարին բացեցիր եւ առաջնորդեցիր դեպի քո սրահները, Տեր։ Մենք միայն ասում ենք. գոհություն, շնորհակալություն ամենակարող Աստծուն, որը մեզ բժշկեց, որը մեզ փրկեց, որը մեզ ազատագրեց ու երկնքի արքայությանը արժանացրեց։ Փառք քեզ, մեր հարուցյալ Քրիստոս, փառք քեզ, գոհություն քեզ, Հիսուս, Արարիչ Աստված։ Տեր, մենք հավատքով ասում ենք շնորհակալություն քո կատարածի համար։ Եվ նույն հավատքով, որ դու այսօր նույնպես այստեղ ես, մեր մեջ ես, քո հոգին շրջում է, Տեր, մարդիկ կարիքներ ունեն, Հիսուս։ Մենք չգիտենք, բայց քեզ հայտնի է։ Դու գիտես ամեն մեկի սրտի խնդրվածքը։ Քեզանից ծածուկ ոչինչ չկա, Տեր։ Ինչ են խորհում, անգամ դա դու քեզ հայտնի է, Տեր։ Ինչ են աղերսում, Տեր։ Դու աղոթքներ պատասխանող Աստված ես եւ ոչ մի բան անպատասխան չի մնում, ոչ մի աղոթք, Տեր, ոչ մի արցունք, Տեր, դու անտարբեր չես, Հիսուս, դու քո խոստմունքի հետևում կանգնած Աստված ես։ Մենք այդ հավատքով ասում ենք, Տեր, թող կատարվեն ամեն մեկի սրտի խնդրվածքը եւ նույն հավատքով, Տեր, բարեխոսում ենք մեր եկեղեցու շենքի համար, Հիսուս։ Ինչ որ սկսել ես, Տեր, ավարտին հասցրու, Տեր, դու ավելի լավն ունես մեզ համար, Տեր, դու ավելի լավն ես նախապատրաստել մեր համար, Տեր, չենք նայում իրավիճակին, ճիշտը պարտված է ճշմարտության առաջ, մենք հավատքով ասում ենք, արի եւ իրական դարձիր, որ մեր մանուկներն ունենան ավելի հարմարավետ սենյակ, մեր մեդիան եւ փառաբանությունը, խոսքի ծառայությունը ավելի լավ պայմաններում պատրաստվի, Տեր, որ քո փառաբանությունն ու երկրպագությունը պատվելի լինի, Տեր, փառք քեզ իմ Աստված բարի, եւ դու հոգում ես նաեւ մեր երկիրը, Տեր, մեր սահմանները իմ Աստված բարի, ամեն բան դու գիտես, մենք գիտենք, որ կիրակի օրը քո արդարները հզոր աղոթք են բարձրացնում, որը ռումբի պես շեղքում է բերում, եւ մեր խաղաղությունը քեզանից կգա, եւ մեր կատարյալ ուրախությունը քեզանով կլինի, ալելույա, ամեն։ Փառք Տիրոջը ձեր համար, փառք քեզ Աստծո ժողովուրդ, Հիսուսի արյունով փրկնված ժողովուրդ, փառք տվեք Տիրոջը, գոհացեք ամեն ժամանակ։ Շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք։ Եվ այսօր ես ուզում եմ խոսեմ, Աստված հավատարիմ է։ Կարող ենք մենք վստահ ասել, մեր Աստված հավատարիմ է։ Ամեն։ Փառք քեզ, Տերս։ Հայտնության 19:11-ում մենք կտեսնենք հիմա, որ դա Աստծո անուններից է։ Եվ տեսա երկինքը բացված եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա, որ նրա վրա նստած էր, կոչվում էր հավատարիմ եւ ճշմարիտ, եւ արդարություն փեդատա ստանանում եւ պատերազմում։ Փառք քեզ, Տեր, որ դու ամեն ժամանակ հավատարիմ ես։ Դրա վկայությունն է, որ հիմա այսօր հաստատ են երկինքն ու երկիրը, որ մենք կանք, Տեր, փառք քեզ։ Հավատարմությունը Սուրբ Հոգու պտուղ է եւ հավատարիմ սիրտը Սուրբ Հոգու պարգև։ Առակաց 4:23-ում պարզ մենք ամենքս էլ գիտենք, որ մարդկային սիրտը չար եւ խաբեբայ է։ Ինչ է ասում Աստծո խոսքը։ Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Եվ Աստծո խոսքը մեզ տալիս է հույս, որ մենք մարդ արարածներս ունենք հույս Աստծով դառնալու եւ նմանվելու մեր Աստծո պես հավատարիմ։ Եվ ինչ է ասում Եբրայեցիս 13:20-ում։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ հովին, հավիտենական ուխտի արյունովը մեր Տեր Հիսուսին, հաստատե ձեզ ամեն բարի գործի մեջ, ուրեմն ամեն բարի բան երկնքից է։ Մինչև Տերը չգործի ու ներգործի, մենք չենք կարող։ Նրա կամքը անելու եւ գործե ձեզանում, ինչ որ հաճո է նրա առաջին Հիսուս Քրիստոսի ձեռովը,
որին լինի փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ դու ամեն ժամանակ մեզ սովորացնում ես, որպեսզի մենք հասկանանք, որտեղ է մեր օրհնությունը։ Հավատարմություն բառի հիմքը հավատքն է։ Ամենքս էլ անգիր գիտենք, կուզենամ, որ բարձրաձայն ասենք, էլի, Եբրայեցիս 11:6-ը։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե նա իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Աստծո խոսքը այնքան սիրուն շարադրում է, այնքան սիրուն մեզ հետ խոսում է, այնքան հետաքրքիր ու փառավոր է Տերը, բարի է ամեն ժամանակ, մեծ է մեր Աստված։ Հավատարմության մեջ հավատքն էր, հիմա հետ գնանք։ Հավատքի մեջ էլ իր դերակատարումն ունի հավատարմությունը։ Հավատարմությունը ի՞նչ է։ Անկեղծություն, ազնվություն, նվիրվածություն, վստահություն, սրանք Աստծո բնավորության հատկանիշներն են, որով մենք խնդրում ենք Աստծուն, որ այս բաղադրիչները մեր մեջ փոխանցի, որ մեր սիրտը փոխվի եւ մենք դառնանք ծառայելու, պիտանելու մարդիկ, որովհետեւ դա պայմանն է։ Ինչպես կծառայես Աստծուն հավատարմությամբ, որտեղ ենք տեսնում, որ Աստված ինչպեսին է ուզում։ Եփեսացիս 5:1-ում արթնմանող եղեք Աստծուն, ինչպես սիրելի որդիներ, մեր փափակը պիտի դառնա, նմանվենք մեր հորը։ Հավատարմությունը հավատացյալ քրիստոնյայի բնութագրիչն է։ Հավատարմությունը հիմքն է ընտանիքի։ Համաձայն եք։ Ամեն։ Հավատարմությունը ամրությունն է եկեղեցու։ Համաձայն եք։ Ամեն։ Հավատարմությունը իմաստն է մեր գոյության, որ մենք ապրում ենք, որովհետև մենք ամեն ժամանակ փոխհարաբերության մեջ ենք։ Առաջինը մեր Աստծո հետ, հետո մեր ընտանիքի անդամների հետ, դրսի աշխատողների հետ։ Եվ վերջապես հավատարմությունը մեր երաշխիքն է հավատի եւ փրկության։ Սաղմոս 101:6-ում շատ սիրուն Տերն ասում է. Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն, անմեղ ճանապարհ գնացողը կծառայե ինձ։ Ծառայությունն էլ հանակ մասխարություն չի։ Տերը շատ լուրջ է ասում, ում վրա է իր աչքերը եւ ում է վստահում ծառայությունը։ Փառք ամենակարող Աստծուն։ Եվ քանի որ մենք այսօր պատրաստվում ենք միասին ցանց անելու, Աստծո խոսքը շատ տեղին Առակաց 28:20-ում ասում է. հավատարիմ մարդի օրհնությունները շատ են։ Սա Աստծո խոստմունքն է, սա Աստծո խոսքն է, սա Աստծո պարգևն է մեզ։ Եվ Առակաց 10:22-ում շատ սիրուն ասում է. Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ չարչարվելը մի բան չի ավելացնում նրա վրա։ Ամեն։ Ոստեղից ինչ ենք մենք հետևություն անում, ինչ եմ ես սովորել, որ հավատարմությունը ուղիղ համեմատական է մեր օրհնություններին։ Աստված ամեն ժամանակ հավատարիմ է։ Դրա մասին պատմում են երկինքն ու երկիրը։ Իսկ մենք այսօր ասում ենք Տեր, սովորեցրու ավելիով քեզ հավատարիմ լինենք, որտեղ հավատարիմ մարդը սիրում է Աստծուն, նվիրվում է, վստահում է։ Եվ Աստծո խոսքը, որ ասում է մեզ, որ այսօր դու քչի մեջ հավատարիմ եղար, շատի մեջ ես քեզ կօրհնեմ։ Տերը սովորացնում ու ասում է տուր, վստահի, քայլ արա եւ դու այսօրվա օրը չես տեսնի, բայց հետագայում քո սերունդները, քանի որ իմ բարեկեցությունն ու բարեհաճությունը ազգից ազգ է։ Փառք Աստծուն։ Եվ իր խոսքը Մատթեոս 7:7-ը շատ դիպուկ է ասում։ Ամեն ժամանակ այս խոսքը պահում եմ իմ սրտի մեջ։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Փնտրեցեք եւ կգտնեք, դուռը թակեք եւ կբացվի։ Փառք ես, Հայր, որ քո խոստմունքներով դու ամեն ժամանակ օրհնում ես մեզ ու կանգնած ես։ Եվ մի կարճ ասեմ, որ այսօր մեր Աշոտ պապին ու Հասմիկ տատին եկեղեցում չեն, Տեր ջան, մենք ճամբարում էինք, երբ որ Աշոտ պապին վիրահատեցին։
Եվ ես հասկացա, որ Աստված գործ արեց։ Առաջին հերթին անվճար վիրահատություն, երկրորդ հերթին անվճար պալատ, երրորդ հերթին անվճար դեղորայք, որ ես մտա այդ սեղանի վրա թե ինչեր էր դրված իր համար, ու իր ժպիտը տեսանք, հասկացանք, որ Տեր իրան պահել է, պահում է ու դեռ կպահի, որովհետև այնտեղ շատ հիվանդներ կային, որոնք շատ մռայլված ցավերի մեջ, բայց Աստծո զավակը պիտի տարբերվի։ Աստծո զավակը պիտի վկայություն դառնա, որ այդ տարիքում 80 տարեկանում այդ լուրջ վիրահատությունից հետո ինքը շատ շուտ ապաքինվելու է, գալու է ու վկայելու է, որովհետև մեր Աստված կենդանի Աստված է, մեր Տերը հզոր Տեր է, եւ չնայես քո իրավիճակին, չնայես քո տարիքին, Տերը որ գործ է անում, իր փառքի համար է անում, թող փառավորվի մեր Տերը։ Քո հայացքը ինձ կտա, քո սուրբ ձեռքը վեր հանեց անկացիր, արցունքներս մաքրեցիր, վերքերից տարմանդրիր, արյունովդ ինձ հավեք փրկեցիր, քո աչքերը ինձ տեսան, քո հայացքը Արցունքներս մաքրեցիր, վերքերից տարմանդրիր, արյունովդ ինձ հավեք փրկեցիր, փրկության բաժակս կվերցրիր, օրհնության սիրո խոսքեր կբարձրացրիր, սուրբ տաճարի մեջ քեզ սաղմոսներ կերգեն, ողջակով և ողջերթով քեզ խորհրդեն, զրկության բաժակս կվերցրիր, օրհնության սիրո խոսքեր կբարձրացրիր, սուրբ տաճարի մեջ քեզ սաղմոսներ կերգեն, ողջակով և ողջերթով քեզ խորհրդեն, անդերձերս փոխեցիր, պատմուճանից հագցրիր, իմ գլուխը նոր յուղով ոցեցիր, նոր անգամ ինձ կանչեցիր, ժառանգոր կոչեցիր, Սուրբ Հոգովդ ինձ նորմալ դարձրիր, անդերձերս փոխեցիր, պատմուճանից հագցրիր, իմ գլուխը նոր յուղով ոցեցիր, նոր անգամ ինձ կանչեցիր, ժառանգոր կոչեցիր, Սուրբ Հոգովդ ինձ նորմալ դարձրիր, փրկության բաժակս կվերցրիր, օրհնության սիրո խոսքեր կբարձրացրիր, սուրբ տաճարի մեջ քեզ սաղմոսներ կերգեն, ողջակով և ողջերթով քեզ խորհրդեն, փրկության բաժակս կվերցրիր, օրհնության սիրո խոսքեր կբարձրացրիր, սուրբ տաճարի մեջ քեզ սաղմոսներ կերգեն, ողջակով և ողջերթով քեզ խորհրդեն,
Օրնության սիրո խոսքեր կբարձրացնեն Սուրբ տաճարին մեջ քեզ սաղմոսներ կերգեն Ողջոջով և ողջրտով քեզ կորնեն Հալելույա Փառավորում եմ քո Սուրբ անունը փառավոր Հիսուս Այսօր նորից ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն, փառք, պատիվ քեզ այս հիասքանչ, հիանալի օրերի համար, որ դու պարգևել ես քո ժողովրդին։ Շնորհակալ ենք, որ մենք կանք, ապրում ենք եւ այսօր հավաքվել ենք մեկ տեղ նորից փառավորելու, գոհանալու, շնորհակալություն հայտնելու քեզ Տեր։ Քո ամեն բաների համար ինչ որ դու օրհնում ես, քո ժողովրդին բարձրացնում ես, նորոգում ես Շնորհակալ ենք փառավոր Աստված, շնորհակալ ենք, որ լցնում ես մեր կարիքները քո հարստության չափով Հիսուս Քրիստոսի փառքի մեջ։ Շնորհակալ ենք, որ մեզ տանում ես փառքից փառք, հավատքից հավատքի մեջ։ Շնորհակալ ենք, որ մեր ուժերն ես նորոգում Տեր, որովհետև մենք ապավինել ենք քեզ եւ հավատում ենք Եսայա մարգարեի ձեռքով գրվածին, որ Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կգնան եւ չեն թուլանա։ Եվ մենք ընդունում ենք այս խոսքերը, փառավոր Աստված շնորհակալ ենք քեզանից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված ձեզ շատ օրհնի, Տերը ձեզ շատ օրհնի։ Նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Գիտես, դու պետք է կարդաս Աստծո խոսքը եւ հավատաս այս խոսքերին եւ այս խոսքերը խոսես քո կյանքի վրա, որ դու լինես այդպես, որովհետեւ մենք այն ենք, ինչ որ մենք մտածում ենք եւ խոսում ենք։ Եվ չպետք է ուղղակի նստես լուռ ու սպասես, թե ինչ է լինում քո կյանքը։ Դու քո լեզվով, քո սրտի հավատքով պետք է կառուցես քո ներկան եւ քո ապագան։ Ամեն։ Մարկասս նստած սպասում է, ասում է, տեսնենք Տերը հələ ինչ կանի մեր հետ։ Հələ տեսնենք ինչ կտա, հələ ոնց կանի։ Սխալ հավատք է։ Սկսի հավատալ Աստծո խոստմունքներին, խոսել քո կյանքում, հռչակել քո աղոթքների մեջ եւ սпасել դրանց։ Ու քայլ առ քայլ ամեն բան կգնա կիրականանա այնպես, ինչպես որ դու կխոսես։ Ամեն։ Աստվածաշունչը ասում է, ինչպես որ միտքն է նրա, այնպես էլ նա է։ Ինչպես մեր միտքն է, մենք դա ենք։ Ոնց մենք մտածում ենք, պատկերացնում ենք, մենք դա դառնում ենք։ Դրա համար միտքը թող Աստծո խոսքով լինի, խաղաղ եղի, ուրախ եղի, լավ բաների սպասի, վատ բաների մի սպասի։ Երբ որ դու վատ բաներ ես սպասում, դա նույնպես հավատք է, բացասական դիվային հավատք, որը եւ կատարվում է։ Բայց երբ որ դու սպասում ես լավ բաների, հավատքով, լավ բաներ է սպասվում։ Հասկանում եմ, կյանքը գնալով ամեն մարդ մեծանում է, ամեն մարդ մոտենում է իր վերջին։ Գոնե այդ դեպքում մտածի բարի ծերության մասին։ Մեծերը էլ չեն երազում շատ բաներ։ Ես տեսել եմ մեծեր 80 տարեկան եւ պլյուս կամ 75 եւ պլյուս։ Նրանց միտքը գիտես որն է։ Ինչ ուտեմ, որ առողջ լինեմ, ինչ անեմ, որ առողջ լինեմ, եւ իրանք էլ իրար հետ մեծերը չեն մրցակցում լավ տներով, լավ մեքենաներով, նրանք մրցակցում են առողջությունով։ Արդեն մեկը մյուսի վրա բարձենում է, որ ես քեզանից առողջ եմ, տեսքով ավելի գեղեցիկ, ավելի փարթամ եմ։ Նկատել եք մեծերի բարձանքը արդեն դրա վրա է։ Էլ ոսկե շղթաներով ու չգիտեմ ինչերով չեն բարձենում։ Ընդհակառակ այդ շղթաները ոսկե արդեն նվիրում են թորներին, աղջիկ, տղային, ասում ասա ունայն, ասա ինձ պետք չի։ Հիմա կարևոր է իմ առողջությունը լինի։ Դրա համար ինտերնետից հարց են տալի, թե ինչ օգտագործեմ, որ առողջ լինեմ։ Ինտերնետում էլ 1000 ու մի բան են առաջարկում, դդումիկուտ, կուրկումա, այնտեղ կտավատի սերմ, ես չգիտեմ էլ ինչեր, ամբողջ օրը զբաղված են դրանով, թե ինչ ուտեմ, որ առողջ լինեն։ Տերը օրհնի ձեզ, կարող ենք հավատալ, կարող ենք խնդրել Աստծուն, ամենակարևորը Աստծուց առողջությունը եթե եկավ, Աստված եթե քեզ տվեց բարի ծերություն, բարի կլինես։
Թեև ճիշտ է այդ օգտագործել ուտել ինչ-որ բաներ նույնպես առողջարարա, բայց դրա վրա հույս դնելը սխալ է։ Խոսք, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, վերնագրել եմ այսպես. գին պիտի վճարես։ Ամեն մարդ իր կյանքի համար, ինչ որ բաների համար, կոչումի համար, լավ ապրելու համար, առողջանալու համար բաներ կա, որ գին պիտի վճարես։ Կասես Հովիվ ջան, իսկ Հիսուսը չէ որ գին վճարեց։ Այո, Հիսուսը գին վճարեց եւ առողջության համար, եւ մեր կյանքի համար, եւ օրհնության համար Հիսուսը գին վճարեց։ Բայց երբ որ դու չունես գործեր հավատքի, այդ գինը քո վրա չի տարածվում։ Մենք էլ մեր գինը պետք է վճարենք, որովհետև հավատքը առանց գործերի մեռած է։ Ինչ շատ մարդիկ են զանգում կամ գրում, Հովիվ ջան, խնդրում եմ աղոթեք ինձ համար, ես գնում եմ եկեղեցի, ես աղոթում եմ, ես կարդում եմ, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվում, պարտքերի մեջ տարիներով թաղված եմ, պարտքերի մեջ մինչև հիմա կամ հիվանդ եմ եւ չեմ բուժվում, ամուսինս չի ապաշխարում, տունը խառնաշփոթ է մեր տանը, ինչ անեմ Հովիվ ջան, ոնց անեմ։ Գիտես, ես էլ եմ մտածում, լավ ոնց ան այդ մարդը։ Ինձ ասում է, որ գիրքը կարդում եմ, աղոթքս անում եմ, եկեղեցի հաճախում եմ, բայց բաներ չի փոխվում։ Եվ երկու օր առաջ նույնպես երեկոյան մի եղբայր ինձ հաղորդագրություն է ուղարկել, Հովիվ ջան, խնդրում եմ, ասեք ինչ անեմ, որ իմ կյանքս փոխվի, որ ազատագրվեմ, որ եւ մի բան հասկացա, որ շատերը այսօր եկեղեցի են գալիս, սիրելիներս, ուղակի գալիս են եկեղեցի։ Նստում են, լսում են, փառավորում են, աղոթում են, գնում են տուն։ Եվ դրանից ավել ոչ մի բան։ Կյանքը, մտածելակերպը, ապրելակերպը չի փոխվում։ Նրանք ապրում են այնպես, ինչպես ապրում են աշխարհում։ Բայց լսել եմ, որ կա ինչ-որ օրհնություն, որ հաճախեն եկեղեցի եւ կարդան, կօրհնվեն։ Սիրելիներս, շատ կարևոր է քո գործողությունները, քո սիրտը ոնց է ասու հանդեպ, ասու նկատմամբ։ Ամեն, որովհետև դրա հետ է կապված քո գինը, ինչ պիտի վճարես։ Ես երեկել վկայեցի, սա իմ կյանքն է, դրա համար այսօր եմ վկայելու։ Սա իմ կյանքի պատմություններից մեկն է, երբ որ ես ապաշխարեցի մեծամորում, առաջի տարին զգացի լկստված հոգևոր եմ մեծանում։ Լկստված հոգևոր, այսինքն ծառայողը, իմ ավագը, Հովիվը երես էին տալի ինձ։ Շատ բաներ ուրիշներին չէր կարելի, ինձ կարելի էր, որպեսզի ինձ չկորցնեին, որովհետև ասում են, որ ես խայծ եմ այդտեղ մարդկանց ապաշխարության համար։ Եվ ես եթե տենց ապրեի եկեղեցում, ես կընկնեի, որովհետև Աստծո խոսքը կատարվում է։ Դրա համար Աստված որոշեց ինձ տանի Մոսկվա քաղաք, եւ այնտեղ ես սովորեմ Աստվածաշնչյան կենտրոն։ Եվ ես շատ սիրով եմ ուզում, ես մինչև դա բոլոր հավատացյալների ում մոտ որ կար տետր, գիրք, ինչ որ այն ժամանակ 27 տարի առաջ չկարին սենց հիմիկվա պես գրքեր, այն ժամանակ իրարից գտնում արտագրում էինք, վիդեոկասետներ էինք վերցնում, չգիտեմ որ քաղաքից, որ գյուղից ճարում բերում նայում էինք, այս ձև էր այն ժամանակ։ Իսկ հիմա ինտերնետը, YouTube-ը կա, ամեն ինչ էլ կա, մարդիկ չեն էլ նայում։ Եվ Աստված տեսա, որ իմ մեջ սեր կա սովորելու, ինձ առաջարկեց, որ ես գնամ Մոսկվա, Աստվածաշնչյան դպրոց սովորելու։ Ոնց առաջարկեց։ Մի օր երազ տվեց, որ ես գտնվում եմ մի քաղաքում, ես չգիտեի, որ դա Մոսկվան է, մի զարգացած քաղաք, կարամ, եթե Մոսկվայի հետ ինչ-որ ծանոթություններ ունեք, ես չգիտեի դա որտեղ է, բայց հետո հասկացա, դա մետրո Մալադիոժնա է եւ հիպերմարկետ, թուրքական մեծ հիպերմարկետ էր, Պիկնիկ անունով, Ռամստոր անունով, եւ այդ խանութի դիմաց տեսիլքի մեջ ես կանգնած եմ, շատ սիրուն տեսարան է, սիրուն անձրև է մաղում, բարակ, եւ ես կանգնած եմ կանգառի մոտ, նայում եմ փողոցներին, ոնց են մեքենաները այս կողմ են կողմ գնում, եւ երազի մեջ ասեցի, ես ինչ եմ անում այս քաղաքում, մենակ, ես ինչ եմ անում այս քաղաքում մենակ, եւ հենց այդ տեսիլքի մեջ բարձր ձայնով երկնքից
մի ձայն է իմ հետ խոսում, ու ես նայում եմ երկինք ու անձրև ա գալի, ու այդ ձայնը ասում է դու մենակ չես, ես քեզ հետ եմ եւ դու ինձ գործի համար ես։ Ու ես արթնացա, պատմեցի մարդկանց, պատմեցի սենց բաներ, Տերը ինձ տանելու է, բայց չգիտեմ դա որ քաղաքն է։ Հետո իմացա, անգամ իմ հաքի շորերը ես տեսա այդտեղ, որ Կրեմովի անձրևանոց էր իմ հաքը, այդ անձրևանոցը շատերդ գիտեք, բայց կրկնում եմ, ինձ նվիրեց Կարինեի մորաքրոջ որդին։ Ես եղբայր եմ ասում, մորաքրոջ որդին։ Եվ դա իմ հաքին էր, որը մի քանի ամիս հետո նա նվիրեց, ու այդ տեսիլքը ես տեսել եմ այդ անձրևանոցով։ Այսինքն Աստված գիտի մի տարի հետո մենք ինչ ենք հագնելու, որտեղ ենք լինելու, անձրև ա գալու, չի գալու, այդ ամեն ինչ ինձ կտրեց իմ կյանքից, ինձ ցույց տվեց։ Եվ մենք ֆինանս չկար այդպես, որ գնայինք, Աստված ասեց դու մեքենա ունես, եւ այդ մեքենան այն ժամանակվա համար շատ գեղեցիկ, շատ լավ մեքենա էր, ասեց վաճառի դա։ Դա իմ սրտին կպած մեքենա էր, ես սիրում էի այդպես լավ մեքենաներ ունենալ, վարել, եւ Աստված ասեց վաճառի, ասի Տեր, բա հետո։ Աստված ասեց ես քեզ լավերը կորտնեմ։ Ու հիմա ցելա 27 տարի, 26 տարի, ու տեսնում եմ, որ Տերը իրոք իր խոսքի Տերն է, հավատարիմ է։ Փառք Աստծո, ինչ եմ սա պատմում, սա ինչ որ գին էր, որ Աստված ինձնից պահանջեց։ Վերնագիրն է, գին պիտի վճարես։ Ոչ մի բան մեր կյանքում պատահական չի։ Գին պահանջեց։ Իսկ այդ ժամանակ գիտես, ես ունեի իմ տունը, իմ կինը, իմ երեխաները, իմ մեքենան, իմ բիզնեսը, գործը, որ ամեն երեկո գալիս են մեր դուռը թակում էին, իմ ֆինանսը տալիս էին ինձ ու գնում էին։ Կոմֆորտ է թե չէ։ 28 տարեկան է այդ ժամանակ։ Կոմֆորտ։ Եվ Աստված ասում է թող այդ ամեն ինչը եւ պանդուխտ եղի 5 տարով։ Օրինակ հարց։ Հիմա ձեզանից որին Աստված անի կանեք այդ քայլը։ Փառք Աստծո։ Կան մարդիկ, որ կանեն։ Դա գինա թե չէ։ Թողես ամեն բան ու գնաս 5 տարով լինես պանդուխտ։ Դա գինա։ Եվ այդ գինը Աստված ինձ պահանջեց ինչի համար, որ ինձ դարձնի հովիվ, հովության համար։ Եվ Աստված ցույց էր տվել ինձ տեսիլ, որ մենք գառներ ենք առաջնորդում, արածեցնում ու առաջ տանում։ Տեսիլքը ունեի։ Աստված գին էր պահանջում, որ ես գնայի, սովորեի, լինեի, եւ ես ասում եմ դու ինձ համար, ես քեզ հետ եմ, դու մենակ չես, եւ դու իմ գործի համար ես այստեղ։ Եվ Աստված գիտես ինչքան պահեց այնտեղ մահերից եւ տարբեր չար բաներից, որովհետեւ Տերը ինձ հետ էր։ Եվ ես մտածում եմ Մոսկվան, ասում եմ, այս քաղաքն է, հայերը գալիս են այն թվերին պատմում են, թե ինչ են անում, ինչքան մարդ են սպանում, թաղում, կորցնում, չգիտեմ, գլուխ կտրում, ասում եմ, ես գալիս են լեգենդներ են պատմում։ Մոսկվան իմ համար այդ 5 տարին ոնց որ լիներ հոկտեմբերյանի պես։ Ես ինձ զգում էի իմ տանը ազատ, հանգիստ։ Ու մի օր մի մարգարե ասեց, գիտես ինչ ես դու այստեղ քեզ լավ զգում, որովհետև Տերը քեզ հետ է։ Որովհետև Տերը քեզ հետ է, դու մի մտածի, որ Մոսկվա քաղաքը այդքան շատ պարզ քաղաք է, ինքը շատ բարդ քաղաք է։ Ամբողջ նախկին սովետական միության այն գլխավորները հավաքված են այստեղ։ Եվ դու ազատ ես զգում, որովհետև Տերը քեզ հետ է։ Փառք Աստծո, 5 տարին անցավ, մենք արդեն կայացանք, մտածում ենք, որ արդեն Մոսկվայում տուն առնենք, մտածում ենք գամ Հայաստան, ես այստեղ եկա, ասենք ունեցվածք ունեինք, մենք տներ ունեինք, օբյեկտ ունեինք եւ ասեցի գանք, որ վաճառենք այդ փողն էլ վերցնենք, այնտեղ ապրենք։ Հենց այդ ժամանակ Տերը ասեց. հիմա հավաքում ես քո ամեն ինչը եւ արագ վերադառնում ես հոկտեմբերյան տուն։ Ասի ոնց տուն, Տեր ջան, ոնց տուն։ Ես Մոսկվայում արդեն նորմալ գումար եմ վաստակում, եկեղեցում եմ, ծառայում եմ, տուն գնամ ինչ անեմ։ Հազիվ պրծել ենք տնից։ 2000 թիվն էր։ Հիշում եք 2000 թիվը ինչ էր։ Մինչև 2005-ը եկա մի քիչ փոփոխություն կար։ Ասացի Տեր, եթե ես հետ վերադառնամ, կլինի
ես գնում եմ Փարքից Անեցք, դու ինձ բերել ես Մոսկվա, ես Փարքից Փարք եմ գնում, հիմա ես հետ վերադառնամ, Փարքից Անեցկի մեջ չի լինում քո խոսքը, ու Տերը ինձ ասեց, ես քեզ կբարձրացնեմ, խոստանում եմ, կորտնեմ, այն ինչ որ Մոսկվայում ես հիմա աշխատում, մի քանի անգամ ավել դու հոկտեմբերանում կաշխատես, և դա մեծ թիվ էր կազմում, ես ասում Տեր ոնց կլինի տենց բան չենք լսե, չենք տեսե, բայց եկա և Աստված հաստատեց իր խոսքը, ինչ եմ ասում եկա, որովհետև հետ գալը նույնպես գին վճարել էր, պատկերացրա մնացել ես, կայացել ես, դժվարությունները անցել ես, արդեն ամեն ինչ լավ է ու Տեր ասում է հիմա էլ սա զոհաբերի ու հետ վերադարձի, որ ինձ ծառայես։ Ու տեղ էլ գին վճարեցինք, հետ վերադարձանք։ Ճիշտ է, չեմ ասում տենց հեշտ, հանգիստ, բայց քայլ առ քայլ Աստված սկսեց մեզ հետ աշխատել, օրհնել։ 2 տարի անգործ էի, որ հետ էի վերադարձել, մինչև 2007 թիվը նոր Տերը ինձ տվեց հայտնություններ և ես սկսեցի և ծառայությունս էի անում, և բիզնեսը, և տուն էի սարքում, փառք Աստծո, և Տերը սկսեց օրհնել։ Եվ այդ ամեն ինչ այսօր շատերը եթե նայեք, կասեն Էրնեք հովին էլ ինչ լավ է։ Սիրելիներս գին եմ վճարել։ Ես ու Կարինեն փողոցներով ընկած ավետարանչություն ենք արել Մոսկվայում, ծառայել ենք եկեղեցում, կարգ ու կանոն և ինչ որ առաջարկվել է, ավետարանչություն եւ այլ եւ այլ։ Գին ենք վճարել։ Միայն այդ գին վճարելուց հետո սկսվել է քայլ առ քայլ ինչ որ բաներ, օրհնություններ, երազանքներ կատարվել։ Հասկանում ես, Աստծո արքայության մեջ այսպես է, պատահական չի, որ դու գաս նստես եկեղեցում ալելույա երգես, ասես Տեր էս տուր, Տեր են տուր եւ տա Տերը։ Ամեն ինչ ունի իր գինը։ Նայած ինչ կոչում ունես եւ ինչ գինա Տերը պահանջելու քեզանից։ Եվ գինը դա փողի մասին չի միայն խոսքը, դա կարա լինի նաեւ փողը։ Դա կարա լինի քո հնազանդությունը։ Ամեն։ Գինը կարող է լինի այն ինչ որ Տերը ուզում է եւ դու պետք է հնազանդվես։ Գիտես Տերը եթե մի բան ուզում է եւ դու հնազանդվես, Տերը հարյուրապատիկ օրհնելու է եւ հնարավոր է ավելի շատ։ Ես հիմա կասեմ այդ 30, 60, 100-ը մենք ոնց որ հոգևորները սահմանափակվել ենք այդ թվի մեջ, բայց Տերը կարող է ավելացնել այդ թիվը ավելի շատ, հազարապատիկ։ Դրա համար սիրելիներս, մտածեք միշտ գին, մարդիկ, որ դուք տեսնում եք հոգևոր մարդիկ, ինչ որ բանի հասած, կայացած, պատահական չի, հավատացեք հոգևոր մարդու կյանքը պատահական չի։ Նա գինա վճար է, նա արցունքներով անց է, նա հավատարիմ մնաց է, դրա համար հասել է դրան։ Ամեն, պատահական չի, դրա համար եմ ասում գին վճարեք, շատերը զանգում են, չի լնում, չի փոխվում, գին չես վճարում, այ դրա համար էլ ոչինչ չի փոխվում, խնդրի Տիրոջ, ասա Տեր, ես եմ ուզում, գիտես ամեն ինչ ունի իր գինը, ասենք տունը ունի իր գինը, մեքենան ունի իր գինը, առողջությունն ունի իր գինը, ինչ ասեմ, ամեն բան ունի իր գինը, և ամեն բանի գինը Տերը գիտի, օրինակ իմ հովվության գինը էդ էր, որ ես պետք է հնազանդվեմ, գնամ 5 տարի պանդուխ լինեմ, Տերը ուզում էր հովիվ դներ, բայց ես գին պետք է վճարեի, ես պետք է սովորեի, թողեի, գնայի, իմ կամֆորտից դուրս գայի, որ իմ բնավորության հետ աշխատեր, որովհետև եթե այստեղ մնայի, այստեղ Հայաստանում էլ կար կյանքի խոսք եկեղեցի, բայց ինձ ուզեց, որ ես Մոսկվայում լինեմ, գիտեք ինչի, որովհետև ռուս ժողովուրդը սովոր է հրամանատար լինելու, երբ որ ես հայտնվեցի Մոսկվայի կյանքի խոսք եկեղեցում, ես ինձ զգացի հայտնվել եմ բանակում, և ես կարգ ու կանոնի մեջ էի, և ինձ ասում են, ես պիտի արվի, են պիտի արվի, ես բեր, են տար, ու ես անում էի, գլուխս կախ, ու ես հիշեցի բանակը իմ, իսկ Հայաստանում ինձ չէին ասի տենց բան, և դա փոխեց իմ բնավորությունը, կոտրեց իմ հպարտությունը, գիտես, մեքենա էի վաճառել, փողը վերցրել գնացել էի սովորելու, և երբեմն գալի հասնում էր մի պահ, որ ասում է, չեմ ուզում սովորեմ, դիպլոմ էլ չեմ ուզում, հետ եմ վերադառնալու, նեղվում է, չէի դիմանում, բայց հետո միտք էր գալի, բա դու զոհ ես արե, հետ վերադառնաս, բոլորը կծիծաղեն քո վրա, կասեն, ոչ սովորեցիր, ոչ մի բան, անմիտ ձևով գնացիր, հետ եկար, ու դա ինձ պահում էր, չէ, ես պիտի մնամ, մինչև վերջ գնամ,
Հասկանում ես, գին վճարելը։ Փառք Հիսուսին, այնպես որ խորհուրդ կտամ, ուղղակի այցելու չլինես եկեղեցում, լսես Աստծո ձայնը եւ Աստված քեզ կառաջարկի գինը, ինչ պիտի անես։ Քո հնազանդությունը, դա գինը։ Քո հյուրասիրությունը, քո նվիրվածությունը, դա գինը, քո խոնարհությունը։ Հովհաննես 12:24 խոսքն եմ ուզում կարդամ. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Սիրելիներս, շատերը տեսօր օր չեք օրնվում, որովհետև չեք մեռնում։ Ցորենի հատը պետք է կանգնի հողի մեջ, ուրիշ բառերով ասեմ, երբ որ դու գալիս ես եկեղեցու մեջ, դու պետք է աշխարհի համար մեռնես։ Բայց քանի որ դու մի ոտքդ եկեղեցում ա, մի ոտքդ աշխարհում ա, ու չես մեռնում աշխարհի համար, դու մենակ ես մնում, անպտուղ ես մնում, չես օրտնվում, կյանքդ չի փոխվում։ Բայց ասում է, եթե մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Գիտեք, ցորենի հատը ես երեք հետաքրքրվեցի ուղղակի, ցորենի հատը, երբ որ մեռնում է, թաղում ես հողի մեջ, շատ պտուղ է բերում, ու գիտեք ինչքան, մոտ 30-ից մինչև 60, նայած տեսակի, հենց Հիսուսը հետ ասում, 30, 60, 100, եթե ցորենի հատը մեռնի, ու մենք դրա մեջ ոնց որ կանգնել ենք, որ օրհնությունները պետք է լինի մինչև 100, բայց գիտեք, եթե եգիպտացորենի հատը սերմենք հողի մեջ և մեռնի, եգիպտացորենի մի հատիկը բերում է 500, 600, մինչև 1200 նայած տեսակի, սորտի։ Դու պատկերացնում ես մի հատիկը եթե մեռնի, 1200 լավագույնը պտուղ է բերում, 1200 հատիկ։ Այսինքն քո սերմը, ինչ որ սերմում ես, կարող է 1200 անգամ ավելանա։ Ով է հայտնություն առնում։ Չսահմանափակվենք 100-ի մեջ, այլ 1200։ Եթե իհարկե սերմը մեռնի, եթե իհարկե դու գալիս ես եկեղեցի մեռնես աշխարհի համար։ Իր անձը սիրողը կկորցնի նրան, եւ իր անձը ատողը աշխարհքում հավիտենական կյանքի մեջ կպահի նրան։ Ինչ է սա նշանակում։ Մեր ձևով բացատրեմ։ Եթե դու միայն գալիս ես եկեղեցի ու մտածում ես ոնց անես, որ միայն օգտվես, օգուտ քաղես բոլորից, դա նշանակում է քո անձը սիրել։ Մեկին մի հատ օգուտ չտաս, այլ մտածես, թե ոնց անես, որ դու օգտվես։ Սրան օգտագործեմ, նրան օգտագործեմ, օգտվեմ էլի։ Խոսքը ասում է, այդ տեսակ մարդը իջնելու է։ Կան չէ մարդիկ, ոնց են ասում իրանց, քցիպ, ժլատ, կան ժողովուրդ ու շատ են, ժլատ և քցիպ, և այդ տեսակի մարդիկ չեն ավելանում, ասում է մարդ կա տվեց շատ և չպակասեց, մարդ էլ կա միշտ փակ ձեռա և չավելացավ ամբողջ կյանքում։ Դրա համար սիրելիներս, խոսքը հենց այդ է, իր անձը սիրողը, այդ ժլատները, այդ շուստրի, խորամանկ հավատացյալներ, որոնք միայն իրանց համար և իրանց օգտի համար են ապրում, իրանք մտածում են, թե շատ խելացի են, մեր բառերով ասած շատ շուստրի են, իրանք ջոկում են լավ ու վատը, իրանք գիտեն որից օգտվեն, որին գցեն, որտեղից տանեն ու մտածում են օրհնվելու են։ Խոսքը ասում է իջնելու եք։ Բայց իր անձը ատողը նշանակում է այն մարդիկ, որոնք իրենց անձի բարիքը ման չեն գալի, ուղղակի Աստծո խոսքի համար սիրում են զոհել, տալ, սերմել, ցանել, կբարձրանան, կօրտնվեն։ Հիմնական խնդիրը հենց ստեղ է հավատացյալ, ու ես շատ եմ հանդիպում նման մարդիկ եկեղեցիներում։ Շատ կան տվող օրհնողներ, բայց շատ կան ժլատ, փակ ձեռ ու խորամանկ, որ միայն իրանց անձի համար են մտածում, ու ասում է 20 տարի այդ մարդը չել ավելանում, չի տվե ոչ մեկին ոչ մի բան, չել ավելանում, մարդ էլ կա այնքան տվել է, նայում ես այդ մարդն էլ չի պակասում, կա սենց բան, սա Աստծուց է սիրելիներս,
Ուղղակի պետք է վստահել Աստծո խոսքին, որ բարձրանաս։ Սա գինն է, որ պիտի վճարես քո առատության համար։ Տարիներ առաջ ես երեկ պատմեցի, մի հարևան ունեինք, 27 տարի առաջ էր դա, նոր ենք ապաշխարել, շատ ծանր էին ապրում երեխաներով, հացի փող չկար, հաց չկար։ Եվ մենք լսում ենք, որ այդ կինը գալիս էր մեր տուն, ուրախ պատմա, գիտեք, այսօր զանգը տվեցին, դուռը բացել եմ, մեր դռան դիմաց ինչ որ տոպրակով դրված է սնունդ։ Ասում եմ, չեմ իմանում ով է բերում դնում է դռան դեմը, զանգը տալի գնում է։ Մենք մինչև բացում ենք, ու մի քանի անգամ վկայել է, ես էլ չգիտեի, ասում ենք փառք ես Տեր, դու քո ռեշտակը ուղարկում ես, այսպեսի բաներ անում։ Տարիներ հետո միայն Կարինեն ինձ ասաց, այդ ես եմ եղել։ Ասում դրա համար էլ մեր մեկը երկուս է լինում, 1000 է։ Աշխարհում ասում են Դες իմաստուն կինը կշինի տունը, ես չգիտեմ, Կարինեն այդ ժամանակ չէր աշխատում, իմ փողերն էր ծախսում ուրիշների, լավություն էր անում, դրա համար մեր մեկը 2, 2-ը 4, 4-ը 6 և այլ ավելանում էր, փառք Հիսուսին, ամեն, օրհնյալ լինի մեր տունը, մեր Տերը, այո և մեր տունը, փառք Հիսուսին, Տիրոջ անունի ու բոլորիս տները թող օրհնված լինի Հիսուսի անունով։ Հետաքրքիր է, չէ՞, ու մենք ուրախանում ենք, ասում ենք ու պտուղը հետագայում երևում է։ Դրա համար Տերը ասում է կորտնեմ քո տունը, կորտնեմ քո որդկանց։ Եվ այդ ամեն ինչը պատահական չի, բախտներս չի բերես, սիրելիներս։ Ո՞վ է մտածում, որ մեր բախտը բերել է։ Աստված մեր գեղեցիկ աչքերի պատճառով մեզ տվել է։ Ոչ, դա գին է, որ պիտի վճարես, դա հավատք է, որ պիտի անես, դա ցանքս է, որ անում ես, խոսքը հենց դրան է բերում, իր անձը սիրողը կկորցնե և իր անձը ատողը այս աշխարհքում հավիտենական կյանքի մեջ կպահե նրան, եթե մեկը ծառայե ինձ, թող իմ ետևից գա, և ուր ես եմ, այնտեղ իմ պաշտոնյան կլինի, եթե մեկը ծառայե ինձ, ինչ պիտի անե, Իմ հետևից գա, ինչ է նշանակում իմ հետևից գալ, իր անձը ուրանա, իր խաչը վերցնի և ինձ հետևի։ Մենք պետք է մեր եսը խաչափայտին գամենք և հետևենք Քրիստոսին։ Տերը հենց այդ ասում, եթե մեկը ծառայում է ինձ, թող իմ հետևից գա, այսինքն ոնց ես եմ գնում, այնպես ինքը իմ հետևից գա։ Փառք Տիրոջը։ Եթե Տերը ծառայե ինձ, թող նա իմ ետևից գա և ուր որ ես եմ, այնտեղ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայե ինձ, հայրը կպատվե նրան։ Հայրը կպատվե։ Գիտեք, ինչքան մարդիկ եմ տեսել այս տարիների ընթացքում, որ Տիրոջ օրհնությունը իրանց վրա կա։ Պարտադիր չի դա լինի հովիվ, սովորական շարքային հոգևոր։ Պարտադիր չի լինի ավետարանիչ ուսուցիչ հոգևոր։ Սովորական շարքային հավատացյալ, օրհնված է ինքը և իր ընտանիքը, պատճառը, որովհետև ինքը միշտ հարգանք, սեր և գին է վճարել այդ ամեն ինչի համար։ Եվ աստվածապաշտությունը չեն չափում 2 տարով, աստվածապաշտությունը չափում է 5 տարով, 10 տարով, 15 տարով, 20 տարով, 25 տարով, դու տեսնում ես աստվածապաշտությունը այդ մարդկանց կյանքում, ընտանիքում։ Ամեն, քո աստվածապաշտությունը երևալու է, ասենք թե 5 տարի հետո, 10 տարի հետո, 30 տարի հետո։ Ու տեսնողը քեզ հասկանալու է, որ դու Աստծուն հաճելի մարդ ես, որ դու գին ես վճարել, որ այսօր այդպես ապրում ես, թող ոչ ոք չասի բախտը բերել է, Աստծո մեջ բախտը բերել չկա, հավատացյալի կյանքում բախտը չի բերում, կամ Աստված օրհնում է, որ գին ես վճարել, կամ չի օրհնում, դրա համար էլ չկա, սիրելիս, շատ ժամանակ մենք մարդկանց կյանքին նայելով 20 տարի հետո նոր հասկանում ենք, որ այդ մարդը երբեք չի զոհաբերել, կամ 100 դրամ ամբողջ կյանքը, կամ ամենաշատը 1000, և դրա համար այդ մարդու կյանքը մնացել է այդ վիճակին, կասես հովիվ ջան, դե չկա դրա համար էլ 100 դրամ, սիրելիս այդ 100 դրամը կարել է սարքել 1000,
1000-ը կարելի է սարքել 10,000, 10-ը 100,000 եւ այդ քեզ մեծացնելու է։ Բայց քանի որ ամբողջ կյանքդ վախեցես, sense փակ, sense ու տենց էլ մնացել ես 20-30 տարի հետո։ Ու քեզանից հետո քո երեխաներն են տենց մնացել։ Գործ չունեմ, փող չունեմ, պարկերի մեջ։ Աստվածաշունչն է ասում, որովհետև գին չես վճարել Տիրոջը։ Միայն Տերն է, որ չի սերմում եւ հնձում է։ Մարդը պետք է սերմի եւ հնձի։ Հավատա ես ճշմարտությանը։ Հիմա ում ես վատություն անելու, ինձ թե քեզ։ Դրա համար ամեն մեկը ասում է ինչ սերմի, այն էլ պիտի հնձի։ Երկրորդ խոսք Մատթեոս 13-րդ գլուխ 44 խոսքը։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի արտի մեջ թաքցված գանձի, որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց եւ ուրախությունից գնում է ամեն ինչ, որ ունի ծախում է եւ արտը առնում է։ Մենք թողեցինք ամեն ինչ, գնացինք, չէ՞։ Կամ ծախեցինք մեր մեքենան եւ արտը գնացինք առնելու։ Արտը առնելը ասու գործը խոսքը սովորելու։ Ներդրեցինք, զոհաբերեցինք, չէ՞։ Բայց դրանից հետո ամոթով չմնացինք։ Տերը հենց այնտեղ Մոսկվայում ուղիղ 1 տարի կես հետո, չէ 2 տարի հետո մեզ օրտես նոր մեքենայով, խանութից որ առնենք։ Այնպես որ սիրելիներս մի վախեցեք, եթե Տերը ձեզ բան ասում, հնազանդվեք հավատքով եւ արեք քայլերը։ Դրանից հետո միայն 30, 60, 100 եւ հազարապատիկ օրհնությունները կբացվեն։ Իսկ եթե քո խելացի միտքը ճակերտավոր քեզ ասում է մենք շատ ունենք, որ ուրիշին տանք։ Ոսկե ցլիկը հիշում եք։ Կինոն։ Մենք շատ ունենք այդ հորտը, որ ուրիշի տանք։ Կմնաս այդ հորտի հույսին ամբողջ կյանքը։ Եթե Տերը ասում է տուր, ինքը գիտի ինչի համար ասում։ Եթե ինքը ասում է գին վճարի, Աստված գիտի ինչ ասում։ Աստված գիտի, որ 20 տարի հետո քեզ այդ ամեն ինչը լիությունով լցվելու է։ Բայց դու չգիտես։ Դու ուզում ես քո իմաստությամբ քո տունը կառուցես, բայց չի լինում։ 20 տարի հետո տեսնում ես, որ լրիվ հակառակ process-ն է։ Ամեն։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում, որ մի թանկագին մարգարիտ գտնելով գնաց ամեն ինչ, որ ուներ ծախեց եւ առավ նրան։ Այսինքն Աստված ուզում է, որ դու թողնես ամեն բան, ներդնես ամեն բան քո կյանքում, որպեսզի երկնքի արքայությունը սովորես։ Քո ունեցվածքով ներդիր երկնքի արքայության համար։ Գիտես, հենց առաջի օրերից, որ ապաշխարել ենք, մեր տները լիքն են մարդկանցով տնային խմբակների համար։ Թե Մեծամորում առաջի, թե Մոսկվայում, թե Հոկտեմբերյանում եւ թե հիմա նորից Մեծամորում մեր տները լիքն են ծառայելու մարդկանց։ Մենք մեր տունը, տեղը, ունեցվածքը, ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայում։ Իմ երեխաները Տիրոջն ենք ծառայում եւ դա գինն է, որ մենք վճարում ենք։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ այսօր իմ Մեծամորի տարածքը, տունը, բակը ծառայում է Քրիստոսին։ Գիտեք ինչ եմ ուրախ։ Վարձք ունեմ։ Եվ հովներից մեկը մարգարեացավ, Կոշի նորայրը, ասես Տերը տեսել է քո զոհը եւ Տիրոջը դուր է եկել։ Տերը գիտի, գին է վճարելու։ Ինչ է, ես այդ տարածքը չէի կարող ուրիշ բան տակ օգտագործեի, կարայի, բայց այսօր Տիրոջ տան համար է ծառայում։ Եվ դա գին է, որ վճարվում է եւ գիտեմ, որ դա օրհնություն է։ Ու ես շատ ուրախ եմ դրա համար, որ ես եւ իմ տունը եւ իմ ունեցվածքը Տիրոջն ենք ծառայում։ Ով է մտածում, դա գին է թե չէ։ Հարկ Հիսուսին, դա գին է։ Ասեմ ձեզ, նաեւ իմ մեքենաները մաշվել են Տիրոջ գործի մեջ։ Տարիներ, արդեն 20 տարի եւ ավել։ Մաշվել են Տիրոջ գործի մեջ։ Օրհնյալ լինի Տերը։ Գիտես, որովհետեւ երբ որ այս աշխարհից գնանք, ասես մի հատ ինձ հայտնություն միտք եկավ, էլի, մարդը, որ արդեն գլուխը դրել է բարձին, ու ինքը հասկանում է, որ գնում է այս աշխարհից։
Այդ մարդու համար էլ կարևոր չի իր սարքած տները, բակերը, լավ մեքենաները, միլիարդները, վերջ կարևոր չի։ Երբ որ մարդու մարմնի մեջ ցավ կա, եւ այդ ցավը տանջում է եւ ինքը գիտի, որ արդեն գնում է, այդ մարդուն հարցրեք, ասի ամեն բան ունայն է, ոչ մի բանին չի հետաքրքրում։ Իմ աշխատած փողերը, իմ աշխատած տները, մեքենաները, դա ունայն այն չի հետաքրքրում։ Ամենահետաքրքիրը գիտեք, որն է այդ մարդու տվյալ ժամանակի մեջ։ Ինչու ես ամբողջ կյանքս Աստծո խոսքը չկարդացի, որ ապրեմ դրանով։ Որովհետև հենց հիմա ինձ պետք է Աստծո խոսքը, հավատքը, որ ես մտնեմ երկինք։ Ամեն։ Ո՞վ է միտք առնում։ Իրոք ամեն ինչ գալիս է մի հետ ձեզ չի բացվի այդ պահը, որ դուք հասկանաք ձեր ամբողջ կյանքի տանջանքը, քրտինքը, ստեղծածը, հավաքածը ունայն է, քեզ չի հետաքրքրում, մի բան է հետաքրքրում, որ դու լինես երկնքում։ Ամեն։ Ու քեզ այդ պետք չի, ինչի՞ տա պետք։ Մեկը շուտով կրակի բաժին է դառնալու ամեն ինչ։ Ուրեմն ապրենք, չէ՞, Քրիստոսի համար եւ գին վճարենք, այն ինչքան որ ունենք այս երկրում ապրելու, նորմալ, օրհնված ապրենք ու ճիշտ ժամանակին հայտնվենք երկնքում։ Ամեն։ Ինակ եմ ուզում բացեմ Ծննդոց 22-րդ գլուխ։ Հետաքրքիր է ձեզ, Ծննդոց 22-24 խոսքը։ Կներեք 2-ից 4 խոսքը։ Եվ նա ասեց, Աբրահամի մասին է խոսքը, Աստված Աբրահամից զոհ է պահանջում, որովհետև Աբրահամը պիտի դառնար ազգերի հայր։ Ու դա հենց այնպես չէր։ Աստված գին է ուզում, Աբրահամ, գին պիտի տաս դրա համար, հենց այնպես չի։ Ու կարդում ենք, եւ նա ասեց, արքո սիրած մեկ հատիկ որդին, Իսահակը եւ Մորիայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակեզ արա, այն սարերի մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Եվ Աբրահամը առավոտանց կանուխ վեր կացավ իր էշի համետը դրավ եւ վեր առավ իր հետ երկու ծառաներ եւ իր որդի Իսահակը եւ ողջակեզի փայտը ճղեց եւ վեր կացավ գնաց այնտեղ, որ Աստված իրեն ասել էր։ Եվ երրորդ օրը Աբրահամը իր աչքերը բարձրացրեց եւ հեռվից տեսավ այնտեղը։ Պատկերացնում եք, Աստված ասում է Աբրահամ, որդիդ, որ արդեն մեծացել է, այն լավ սիրելու ժամանակն է, ծնողի սիրտը կպել է, 25 տարի չի ունեցել, նոր է ունեց, ասում է հիմա ուզում եմ որ զոհաբերես։ Աբրահամը էլ չգնաց տուն, Սարային ասեր, Սարա ջան, Տերը սենց բան ասում, ինչ ես մտածում։ Անենք թե չանենք։ Այսօր շատ հոգևորներ տենց են անում։ Տերը բան ասում, գնում է կնոջ հետ։ Մարդկա գնում է հովի հետ, Տերը սենց ասե, հով ինչ ես ասում, անեմ թե չանեմ։ Լսի, դու քո հովին գցում ես փորձանքի մեջ։ Եթե Տերը ասել է, հովը ասի չէ, մի արա, դու պատկերացնում ես։ Դրա համար Աբրահամը ասում է առավոտ կանուխ, այսինքն մոտ ժամը 6-ին արթնացավ։ Էշը պատրաստեց ծառաներով, փայտը վերցրեց ու Իսահակին գնաց, 3 օր գնաց։ Ինչա չէր կարա ասեր, Տեր ջան, 3 օր, մի 10-15 րոպեվա մեկա զոհ պետք է անեմ, մի հատ տեղ ցույց տուր գնամ այդ զոհը անեմ։ 3 օր քայլեմ գնամ, հələ որդիս էր զոհեմ։ Մենք հլենք հեշտ, մոտիկ, լավ, տես ղովտ է իշում եք, ասեց այս մոտի սարը գնամ։ Գնաց ու պղծվեց։ Աբրահամը գնաց 3 օր։ Դանակը բարձրացրեց արդեն որ պետքա որդուն մորթի որ զոհաբերի եւ 12 խոսքում տեսեք ինչ ասում։ Եվ նա ասեց հրեշտակը ձեռքը տղային մի դպցնիր եւ նրան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացա, որ դու Աստվածանից վախենում ես եւ քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Թույլ չտվեց որ մորթի զոհաբերի։ Ասում է հիմա հասկացա որ դու ինձանից վախենում ես։ Իսկ վախենալը որն էր, մեր բառերով ասած, հիմա իմացա, որ դու ինձ սիրում ես, որ դու ինձ հարգում ես, իմ խոսքը լսում ես։ Այ հիմա իմացա Աբրահամ։ Երբեմն որ մեզ ասում, սիրելիներս, պետքա գին վճարենք, զոհենք, ինչ որ ասում է։ Ինչի համար 16 խոսք։ Եվ ասեց, ինձանով երթում եմ անում, ասում է Եհովան, որովհետև դու այս բաները արիր, քո մեկ հատիկ որդին չխնայեցիր, քեզ օրհնելով կորտնեմ։ Հիմա հասկացաք օրհնության
գաղտնիքը աղբյուրը որտեղ է։ Մարդիկ ասում են, հոր ջան, չի օրհնում, կյանքս չի փոխվում, բան չի փոխվում, 10 տարի ավի ինչ անեմ։ Այս արա։ Ասուց իմացի քո անելիքը, քո գինը ինչ պիտի վճարես եւ արա։ Եվ դրանից հետո Աստված քեզ ասում է Աբրահամին, քեզ օրհնելով կորտնեմ եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ։ Եվ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգի։ Եվ բոլոր ազգերը քո սերունդով կորտվեն նրա համար, որ իմ ձայնին ականջ դրիր։ Ով հասկանում։ Այսի հենց գաղտնիքն է, որ պիտի գին վճարես։ Միայն դրանից հետո Աբրահամը դարձավ Աբրահամ, միայն դրանից հետո դարձավ ազգերի հայր, օրհնված մարդ։ Գին վճարեց։ Իսկ մենք առանց գին վճարելու գիտենք ասում համոզենք, խնդրում եմ Տեր, էս տուր առողջությունս, առատություն, տուն, մեքենա, ժողովուրդ գին պետք է վճարվի։ Հենց այնպես չի։ Եվ գինը որոշում է Աստված։ Նույնը նայում ենք Ծննդոց 6-ից 8 գլուխները, բանավոր ասեմ, Նոյի մասին է։ Նոյը 100 տարի տապանը կառուցեց, ով գիտի։ 100 տարի կառուցում էր տապան։ 100 տարի Նոյը քարոզում էր մարդկանց։ Մարդիկ նայում են Նոյին, ոչ ապաշխարում էին, ոչ էլ ուզում էին ապաշխարեն։ Այսօր շատերին խնդրում, աղաչում, բացատրում ենք, չեն ապաշխարում մարդիկ։ Ինչ անենք, գժվենք։ Չէ, Նոյի պես պիտի ապրենք։ Մեր անելիքը անենք, ինչ որ մեզ Տերը ասել է։ Նոյին է Տեր ասել, Նոյը է Տեր անում։ Եվ անցավ 100 տարի, ջրհեղեղը եկավ, ամբողջ աշխարհի մարդկանց սպանեց։ Ով միայն սաղ մնաց, Նոյը։ Ինչու? Որովհետև նա լսել էր Աստծո եւ իր աշխատանքով գին էր վճարում։ Կարող էր չասեր Տեր ջան, դե մի հատ նավ սարքի մեջ ապրենք, մեզ պետք է 100 տարի տանջվենք, ինչ ապրենք։ Բայց պետք է գինը վճարեր, ինքը պետք է աշխատեր, ինքը ծառերը կտրեր, գերանները բերեր, այդ նավը, տապանը կառուցեր եւ ընդամենը իր գին վճարելուց հետո փրկություն եղավ իրեն եւ իր ընտանիքին։ Սա էր գինը, որ նա վճարեց։ Գործեց իր անձի փրկությունը։ Հոբի մասին եմ ուզում ասեմ, էլի բանավոր, Հոբ 42-ի 12-ի 13-ում Հոբ այդքան նեղություն, դժվարություն 10 երեխան մահացան։ Մենք տեսնում ենք մարդիկ, որոնք անգամ մի երեխա են կորցրել, ինչ ծանր հետևանք, ծանր բաներ են իրոք խոսում, տրտնջում եւ չենք էլ կարող մեղադրել։ Տերը հեռու պահի մեզանից։ Ամեն։ Բայց Հոբի կյանքը 10 երեխա էր մահացել։ Հոբի տներն էր քանդվել, Հոբի բիզնեսներն էին քանդվել։ Նայում ենք Հոբը իր համբերությամբ գին վճարեց։ Մի հատ սխալ բան չխոսեց, մի սխալ բան չմեղադրեց, չտրտնջաց եւ գինը վճարեց իր համբերությամբ։ Եվ տեսնում ենք հենց 42:12-13 խոսքերում, որ Հոբը կրկնապատիկ օրհնվեց դրանից հետո, ունեցավ եւս 10 երեխաներ, 140 տարի էլ կյանք ապրեց։ Ինչու, որտեվ գին վճարեց։ Մեզանից շատերը նեղության մեջ ինչ ասես խոսում են ու անում են։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է նեղության օրը զգուշություն արա, որ չընկնես մեղքի մեջ։ Լավ օրը լավությամբ ապրի, բայց նեղ օրը զգուշ եղի, որ չտրտնջաս, սխալ բառեր չխոսես, որովհետև դրա հետ կապված է քո ապագան, ինչ կլինի։ Ամեն։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 12 խոսքն եմ ուզում կարդամ։ Ես հավատում եմ, որ դուք ընկալում եք, վերցնում եք, օրհնվում եք։ Ամեն մեկը ձեր անձի համար։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 12 խոսք։ Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայությունումը, Պողոսն է գրում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Ամեն։ Գրված է ահով դողով գործեք ձեր անձերի փրկությունը, այսինքն գին վճարեք ձեր անձերի փրկության համար։ Մեկը կասի հովիվ ջան, բա գրված է, որ Հիսուսը մեր համար գին վճարեց։ Ամեն։
Գրված է Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ խոսքում, որ շնորհքով ենք փրկված հավատքի ձեռքով եւ ոչ թե գործերից, որ ոչ մի մարմին չպարծենա։ Հով ջան, բայսի հետ հիմա մենք պետքա գին վճարենք կամ գործենք մեր փրկության համար։ Սիրելիներս, նույն Պողոս Առաքյալը հեղինակն է Եփեսացիս 2-րդ գլխի 8-րդ խոսքի եւ նույն Պողոս Առաքյալը գրել է Փիլիպպեցիս 2-րդ գլուխ այս խոսքերը. գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Այսինքն հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե չունենաս հավատք, դա ձեռք չի լինի, որ կպնի շնորհքին, փրկության շնորհքին։ Դրա համար ձեր գործերը, ձեր վճարած գինը նաև, որ Տերը պահանջում է, օգնում է ձեր հավատքին կպնելու փրկության շնորհքին։ Ամեն։ Դրա համար է հեղինակը Պողոս Առաքյալը գրում միտեղ շնորհքով եք փրկված, իսկ այստեղ գին վճարեք, այսինքն գործեք ձեր անձերի փրկությունը։ Ով էր գործում անձի փրկությունը։ Նոյը 100 տարի նավ էր կառուցում։ 100 տարի։ Ինչի համար, որ փրկության օրը փրկվեր։ Մենք էլ այսօր մեր հավատքով կառուցում ենք մեր տապանը, որ փրկության օրը փրկվենք։ Իսկ մինչև փրկության օրը հասնելը, այս երկրի վրա խաղաղ, առողջ, առատ կյանք ունենանք։ Ամեն։ Հենց սա է գինը, որ պիտի վճարես։ Եվ ամեն մեկը ունի ձեր գինը Աստծուց տրված։ Ուղղակի պետք է լսեք Աստծուն եւ հնազանդվեք Աստծուն։ Ով է հավատում։ Ոչ թե գաք հովի մոտ, հով ջան, Տերը սենց ասում, ինչ անեմ, անեմ, չանեմ, չգիտեմ։ Դա շատ մեծ մեղ կա։ Դու արդեն պիտի անես ու ոչ մեկ էլ չհարցնես։ Աբրահամը, որ Սառայի հետ այդքան մոտ էր, չհարցրեց։ Չասեց Սառա տղու տառավոտ տանում եմ մորթելու։ Պատկերացնում եք մաման ինչ էր ասելու։ Հավատքը եւ հնազանդությունը սերը հենց դրանում է, որ Տերը բանը մատը դրել է մի բանի վրա, դու պետքա վճարես արդեն դա։ Ու մենք տեսնում ենք, որ Տերը Աբրահամի թշնամին չէր։ Դա ասում էր, որ Աբրահամին դարձներ ազգերի հայր եւ Աբրահամից դուրս հաներ Հիսուս Քրիստոսին, որ եղավ ազգերի փրկություն եւ օրհնություն։ Ամեն։ Փառք Հիսուս, եկեք ծափարենք Տիրոջ։ Փառք ես Տեր, հալելույա։ Գաղատացիս 6:8 10 Գաղատացիս 6-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Որովհետև ինչ որ մարդ սերմ է, այն էլ կհնձե։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձե, հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձե։ Եվ չձանձրանանք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի որ ժամանակ ունեք, բարի գործեք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին, հավատացյալներին։ Սիրելիներս, մարդիկ մոռացել են իրար բարի գործեր։ Մարդիկ մտածում են, թե ով միայն իրանց հանդեպ բարի կգործի։ Սա էգոիզմ է։ Մարդիկ մտածում են, ումը որտեղ գցեն, ումը որտեղ բռնեն օգտագործեն։ Սա էգոիզմ է։ Աստծո խոսքը ասում է, ով ինչ սերմի, այն պիտի հնձի։ Ամեն։ Էգոիզմ է սերմել, խորամանկություն, միայն քեզ համար լավ լինի, դու օգտվես, էդ ես հնձելու։ Իսկ եթե իրականում բարի գործերով ես, անում ես, էդ ես հնձելու։ Եվ ասում է, քանի ժամանակ կա արեք, իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ամեն։ Ով հասկանում ես խոսքերը։ Էգոիստական մտածելակերպը եսակենտրոն, եսասեր, թող խափանվի մեր եկեղեցու ամեն անդամից։ Արդար եղեք, ճիշտը մտածեք, ճիշտը ապրեք։ Այդ էգոիստական մտածելակերպը աշխարհիկ է։ Դա աշխարհն է, դրա համար էլ չկա օրհնություն, կյանքում փոփոխություն չկա։ Բայց եթե մտածում ես ինքդ օրհնություն դառնաս ինչ-որ մեկի համար, ներդնես, սերմես մեկի կյանքի մեջ, օրհնություն հարյուրապատիկ, հազարապատիկը կհնձես։ Թող այս բնավորությունը մեր եկեղեցու մեջ դառնա հիմք Հիսուսի անունով։ Ամեն, եւ խորամանկություն կամ սրան նրան օգտագործելը թող խափանվի հեռանա։ Տերը ասում է,
ոչ թե ձեր անձի օգուտը կամ ձեզ բարձրացնելը մտածեք, այլ ձեզ խոնարհեցրեք ծառայելու համար։ Եվ դա կնպաստի քո կյանքում, քո ընտանիքում, քո ֆինանսներում օրհնություններ լցվելու համար։ Եթե դու այդ սիրտը ունես, հակառակ սիրտը միշտ տանելու է աղքատության եւ անկման։ Ամեն։ Բայց այսօր շատ է, ես զգում եմ շատ է այդ միտքը, որ ում ոնց կարելի է օգտագործել։ Տերը ողորմություն անի։ Դրա համար եմ ասում գին պիտի վճարես, որ լինես օրհնված, ոչ թե ասես սրա բախտը բերես, նրա բախտը բերեց, Տերն է, բախտը բերել չկա։ Հավատացյալի կյանքում Տերն է, տվողը, անողը։ Բախտ չկա ստեղ։ Տերը օծի ձեզ։ Եվ երկրորդ օրինաց 28-րդ գլուխն եմ ուզում կարդամ, շուտով վերջացնում եմ, երկրորդ օրինաց 28-րդ գլուխ 47 խոսքը։ Որովհետև քո Եհովա ասուն ծառայություն չարիր ուրախությամբ եւ հոժար սրտով ամեն բանի առատության համար։ Տեսեք, շատերի կյանքում չկա առատություն, չկա օրհնություն։ Խոսքը ասում է, որովհետև քո ասուն չես ծառայել ուրախությամբ, հոժար սրտով, որ առատություն ունենաս, մեր բառերով ասեմ։ Դրա համար դու կծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վրա կուղարկե սովով, ծարավով, մերկությունով եւ ամեն կարոտությունով, եւ նա քո պարանոցի վրա երկաթելուց կդնե մինչեւ բնաջին ջանե քեզ։ Մեր բառերով նորից ասեմ, այսինքն Հովև Պավելը ինչ որ հիմա խոսում է, Մարկ այս ականջից մտնում է, այն ականջից դուրս է գալի։ Խոսքը այդ ասում։ Որովհետև չուզեցիր սա լսես եւ այսպես ծառայես։ Դու քո դնին, քո մտածելակերպով, քո էգոիզմով, քո եսակենտրոնությունով շարունակելու ես ապրես։ Ես գիտեմ շատերը շարունակելու եք ապրեք ին ձևով։ Ասում որովհետև չուզեցիր, որ այդպես ապրեիր, առատություն կունենայիր։ 47 խոսքն ասում։ Դրա համար էլ որ դու չուզեցիր այդպես ծառայես ու պաշտես ասուն, դու կծառայես քո թշնամիներին, որոնք քո կյանք, քո ընտանիք կգան սովով, ծարավով, կարոտությունով, հիվանդությունով, ու մի հատ երկաթե ծանր լույս կդնեն քո պարանոցին, որ հազիվ քաշելով ապրես, մինչև մեռնես գնաս այս աշխարհից։ Ամեն։ Ով ուզում է այսօր ապաշխարի։ Սիրտը, միտքը, կյանքը սկսի փոխել։ Հերիք է էգոիստական, ասենք ապրենք, սիրելիներս։ Նստենք մտածենք ումից ինչ կարելի է կպցնել, ումից օգտվել, որտեղ գցել։ Սա ասունը չի, սա աշխարհինն է։ Մտածի ինչ կարաս ինչ որ մեկին համար անես, ինչ կարաս տաս, ինչ կարաս անես, ինչ որ մեկի համար։ Տերը այդ է ուզում, որ այդ քո տվածը հազարապատկվի, հետ վերադառնա քեզ, քո երեխաներին, քո թոռներին։ Այս աստվածապաշտությունը Այսօրվա աստվածապաշտությունը փոխվել է ոնց որ։ Հռոմեացիս 1:18 Հռոմեացիս 1:18 խոսք։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը անիրավությամբ բռնում են։ Աստվածաշունչը կարդում են, գիտեն, բայց անիրավությամբ են ապրում։ Որովհետև Աստծո գիտելիքը հայտնի է նրանցում, որ Աստված հայտնեց նրանց։ Հիմա ես ձեզ հայտնում եմ Աստծո գիտելիքը, Աստծո բնավորությունը, հայտնի է ձեզ, չէ՞։ Որովհետև նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով տեսնվում են։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ այս ամեն ինչը առանց Աստծո չէր կարա լիներ։ Որ նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը այնպես որ անպատասխան մնա։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծոպես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիջ սրտերը խավարվեցավ, ասելով թե իմաստուն են, հիմարացան։ Այդ ճակերտավոր իմաստունները, որոնք միայն իրանց օգտին, իրանց համար սրան նրան օգտվենք, ոչ մեկի ոչ մի բան չտանք, միայն վերցնենք, ասելով թե իմաստուն են, մտածում են թե իմաստուն են, այն անողն էլ, տվողն էլ, ցանողն էլ գիտեն հիմար է, բայց վերջնահաշվարկին տեսնում ես, որ այս ճակերտավոր իմաստունները հիմարացան։ Իսկ նրանք, որ անում, սերվում, ցանում են, նրանք են իմաստուն, որ օրհնվեցին տարիների ընթացքում եւ մնացին հաստատում։
Ամեն։ Հիմա ինչ ենք մտածում, փոխենք մեր կյանքերը։ Գին վճարենք։ Աստծո խոսքը ոնց ասում է այդպես անենք։ Հենց դա քեզ կտանի օրհնության։ Էլ հարցեր չի լինի, բա ինչի Աստված չի տալի, բա ինչի Աստված չի անում, բայց քան աղոթում ու խնդրում ենք, սիրելիներս գին վճարեք դրա համար։ Սերմը սերմեք դրա համար։ Ոչ թե միայն աղոթեք ու ալելույա երգեք, սերմը սերմեք, ձեր սրտերը ուղեք դրա համար։ Որ հանգարտ ձեր պատճառով մեկ ուրիշը չգայթակղվի, ձեր արարքների պատճառով։ Այսին բերած օրինակը դու պատկերացնում եք այն տղայի վիճակը։ Կարա չէ գայթակղվի, 1000 դրամ չի, 2 չի, բայց մարդը ասում է լավ ասեք ես հիմա ինչ անեմ, ու հույս չկա որ հետա վերադառնա, կրվել է, բա դե համեմատի քո խնդիրը այդ տղայի խնդիրի հետ, քո խնդիրը հեշտ բան է չէ դրա դեմը որ ներես, թեև հավատում եմ որ այդ եղբայրը ներել է Փառք Հիսուսին, եւ վերջի խոսքն եմ կարդում Փառաբանության խումբը կարող է գալ առաջ, Հովհաննես 16-րդ գլուխ 24 խոսք։ Հիսուսն է ասում. Սա այն դեպքում է սկսում գործել մեր կյանքում, երբ որ մենք արդեն ապաշխարում ենք, ապրում ենք այսպես գին վճարելով, մեր ամեն կյանքի տարբեր փուլերում Տերը եթե ուզում է մեր կյանքում ինչ-որ բան փոխի, ուզում է մեզ ինչ-որ բան տա, նա գին է պահանջում։ Ես չեմ ասում, տես պատմեցի իմ սկզբի մասին Մոսկվայում, դա այդ ժամանակվա համար էր։ Բայց ամեն ժամանակ անցնելով, եթե նոր բան պիտի ունենանք, նոր բաներ օրհնվենք, Տերը գին է պահանջում։ Եվ մենք պետք է վստահենք Տիրոջը, այդ գինը վճարենք։ Գինը կարող է լինի քո զոհաբերությունը, գինը կարող է լինի քո նվիրվածությունը, գինը կարող է լինի քո հնազանդությունը։ Ամեն։ Հենց այդ գնի հետ, երբ որ դու կվճարես, կլինի այն նոր փոփոխությունները քո կյանքում, ինչը որ խնդրել էիր։ Ամեն։ Կարդում եմ, մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով։ Խնդրեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ամեն։ Երբեմն լսում եմ ծառայողները խոսում են, նյութականը չի, որ մեզ պիտի ուրախացնի, նյութականը չի։ Մարդը ասում է, երջանկությունը փողի մեջ չի, իհարկե փողի մեջ չի, բայց փողը միջոց է հանդիսանում, որ դու երջանիկ մի ռեստորանում հաց ուտես, մի երկրում հանգստանաս։ Երջանկությունը էլի փողի մեջ չի, դե մի երկրում գնա հանգստացի։ Դրա համար սենց առանց մտածել բաներ պետք չի խոսել, որովհետև Տերը ասում է, ինչ որ ձեզ պետք է, ինձնից խնդրեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սոված մարդը ուրախ կարող է լինի։ Սոված մարդի ուշք ու միտքը հաց ուտելն է, միտեղ հաց լինի, մի բան ուտի։ Չէ՞։ Դրա համար ասում է, խնդրեք եւ ես կտամ, որ առնեք, որ կատարյալ ուրախ լինեք։ Հարթ Տիրոջը, եկեք բաց աչքերով նայենք կյանքին կամ Փառք մեր Հիսուսին, գեր հոգևոր չլինենք։ Տերը ձեզ օրհնի, եկեք վերցնենք այս փառաբանությունը, երկրպագությունը, աղոթք անենք, վերջում ես կմիանամ կաղոթեմ եւ կավարտենք։ Եթե աղոթքի կարիք կա ձեր կյանքում, հավատում եմ, որ կլինի, կարող եք գաք առաջ, աղոթենք ձեր համար։ Let's
Հայր բանում ենք, նորից ու նորից շնորհակալ ենք, որ դու քո խոսքերը մեզ հիշեցնում ես, սովորեցնում ես։ Հարավոր Աստված, խոնարհվում ենք քո առաջ եւ խնդրում ենք, Տեր, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի մեջ թերացել է կամ սխալվել է, մենք խնդրում ենք քո ողորմությունը, Տեր, որպեսզի սրբես քո ժողովուրդը այսօր, ներես, մաքրես եւ օրհնես, ողորմես, Տեր, եւ հիշես, որ մենք մարդ ենք եւ որտեղից մեզ հանեցիր, փառավոր Տեր, ողորմիր քո ժողովուրդը եւ վերականգնիր այս խոսքերը, Տեր ջան, որ մենք խոսեցինք, Տեր, ես խնդրում եմ, որ այս խոսքերի հոգին դնես քո ժողովրդի մեջ, որ ամեն մեկը հասկանա իրականում, որ ինքը կանչված չի, որ սրանից նրանից օգտվի կամ վերցնի, կանչված է, որ գին վճարի, որ օգնի, որ տա, որ զոհի, Տեր ջան, ինչ-որ մեկի լավ լինելու, պատճառ լինելու, որպեսզի նա էլ իր հերթին հնձի 30, 60, 100 եւ մինչեւ 1000 ապատիկը, փառավոր Տեր, օրհնում ենք քո սուրբ անունը, շնորհակալ եմ, խնդրում եմ օրհնի օծի քո եկեղեցին եւ աճեցրու, բարձրացրու, իմաստությամբ լցրու, Տեր ջան, ամեն մեկիս Հիսուս Քրիստոսի անունով օծիր մեզ, որ մենք իրականում մեր եսը ուրանանք, մեր խաչը վերցնենք եւ քեզ հետևենք, Հիսուսի զորավոր անունով, ամեն, ամեն, փառք Հիսուսին։ Տերը օրհնի բոլորիդ սիրելիներս, ես հավատում եմ, որ դուք հասկացաք, ընդունեցիք, ամեն, եւ դուք ձեր մեջ թույլ չեք տա, որ եսը բարձրանա, այլ եսը խաչին կգամեք, որպեսզի ինքներդ լինեք ծառայողներ, գին վճարողներ, ձեր օրհնությունների համար։ Ամեն, եւ գաղտնիքը օրհնության առատության ես ձեզ բացատրեցի։ Դա գաղտնիքն է։ Այս քարոզը ինչ որ կա, մի հատ տանը հավատում ենք, որ կլինի ինտերնետում, կնայեք, հանգիստ նստեք ու լսեք ուղակի։ Սա գաղտնիքն է քո կյանքի օրհնությունների։ Եվ օրհնված մարդ կլնեք, եւ էլ չեք ասի, ով ջան, աղոթենք մի հատ իմ համար, մի հատ 10 տարի անցնում է, մարդու կյանքը չի փոխվում, խնդիրը քո բնավորության, քո սրտի մեջ է։ Եթե դա ուղես եւ վստահես Աստծուն ու սկսես գին վճարել, զոհել եւ անել, դու կտեսնես, որ կյանքդ կփոխվի։ Մինչև հավիտյան կմտնես կյանք։ Փառք մեր Հիսուսին, Տերը օրհնի բոլորիդ։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։